Հաղորդման հովանավորն է Aeroflex վերականգնողական կենտրոնը։ Հաղորդման հովանավորն է Escofarm ընկերությունը։ Հաղորդման հովանավորն է Մալետի բժշկական կենտրոնը։ Escofarm մեր որակյալ խնամքի միջոցները թույլ կտան պահպանել ձեր մաշկի թարմությունն ու երիտասարդությունը։ Escofarm յուրահատուկ բաղադրությամբ դեմքի, ձեռքերի, ոտքերի, այրվածքների համար նախատեսված նրբակսուկներ։ Ցանկանում եք ընդգծել ձեր գեղեցկությունը, Մալետի բժշկական կենտրոնն առաջարկում է դեմքի եւ մարմնի ուրվագծային պլաստիկա, շուրթերի ծավալի մեծացում եւ 3D մեզոթելերով լիֆթինգ։ Արդյունքը երևում է անմիջապես։ Եղեք գեղեցիկ եւ երիտասարդ ցանկացած տարիքում։ Մալետի, առողջության ձեր բանաձևը։ Բարև հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք առողջություն եւ գեղեցկություն հաղորդաշարը։ Հաղորդման շրջանակներում այսօր մենք խոսելու ենք մեր ավշային համակարգի մասին։ Ավշային համակարգը իրականացնում է պաշտպանական ֆունկցիա եւ կարգավորում է մեր նյութափոխանակությունը, այն հնարավոր չէ այլ կերպ մաքրել, դրա համար կան հատուկ նախատեսված սարքեր, իհարկե մեր ճիշտ ապրելակերպը նույնպես նպաստում է ավշային համակարգը ճիշտ բալանսի մեջ պահելու համար։ Ընդհանրապես ավշային համակարգը մաքրելը նպաստում է օրգանիզմից տոքսինների, մանրեների եւ վիրուսների արգասիքների դուրսբերմանը։ Այս առումով շատ հետաքրքիր մեթոդ են առաջարկում Aeroflex վերականգնողական կենտրոնում, դետոքս մեթոդը։ Հիմա մենք կզրուցենք այդ մասին հենց կենտրոնի հիմնադիր տնօրենի Արմինե Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, Արմինե։ Հետաքրքիր մեթոդ եք ձեզ մոտ առաջարկում, դետոքս մեթոդը, որը մաքրում է մեր օրգանիզմը տոքսիններից, այո, նաեւ ինչպես ես նշեցի, վիրուսների եւ մանրեների արգասիքներից։ Այս առումով անչափ կարեւոր է իսկապես ավշային համակարգը միշտ մաքրել, քանի որ այն չի մաքրվում եւ այդ կուտակումները բերում են լուրջ առողջական խնդիրների։ Առհասարակ ինչպես կարելի է հասկանալ, կա ավշային համակարգում մեր անոթների պատերին կամ խնդիրներ, թե ոչ։ Ընդհանրապես միայն ավշային համակարգի մասին չի խնդիր, այլ ընդհանուր օրգանիզմի հեղուկ միջավայրերի, ինչպես գիտեք, մարդու օրգանիզմը 60-ից 70% պարունակում է հեղուկներ եւ հենց հեղուկների մեջ են կուտակվում բջջից դուրս նետված այդ արգասիքները։ Եթե սխալ նյութափոխանակություն է բջջում, կիսատ այրում է գնում կամ մանրեներ են, ինֆեկցիոն հարուցիչներ, կարող են դառնալ արդեն քրոնիկ հիվանդությունների պատճառներ, բերելով թե հոդերի, թե ընդհանուր օրգանիզմի սպազմային, նևրոզային, գլխացավային, ընդհանուր թունավորման այդ նշանները բազմազան են։ Ընդհուպ ալերգոզ վիճակները, որոնք առաջին ազդանշանն են, որ հեղուկ միջավայրերից սկսում է արտանետում մաշկով ծակոտիներով դուրս այդ տոքսինների։ Իսկ թե պատճառը ինչից է սկսվել, դրա հարցերը արդեն բոլորովին այլ են։ Մենք փորձում ենք ավելի համալիր մոտեցում ցուցաբերել, ինչպես գիտեք, մենք միշտ խոսել ենք այս ծրագրերի մասին, ինչպես մաքրել օրգանիզմը եւ աղիքային աղեստամոքսային տրակտով եւ նյութափոխանակությունը բերել նորմայի եւ ամենակարևորը անցավ ու բնական մեթոդներով օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները մաքրել հենց այս ավշային եւ հեղուկ միջավայրերը, հատկապես արյունը ստերիլ պահել, որքան հնարավոր է ավելի կենսական ակտիվություն տալ օրգանիզմին։ Այս առումով դետոքսը, որը հիմնված է հենց թթվածնի իոնների ակտիվացման աշխատանքի վրա, մենք բոլորս գիտենք, թե որքան հաճելի է ջրի հետ շփումը, երբ օրինակ զբոսնում ենք ծովափին, որտեղ անընդհատ բախվում է ափին ջուրը եւ հենց իոնիզացիան գնում է այդ բախումից։ Մագնիսական դաշտեր են ստեղծվում եւ այդ օդը շնչելը բոլորս էլ գիտենք, որքան օգտակար է, որ իմունիտետն է բարձրանում, նյարդերն են հանգստանում եւ այլն։ Ահա հենց այս սկզբունքն է օգտագործված սարքի հիմքում էլեկտրամագնիսական դաշտերի եւ ջրի իոնիզացիայի հաշվին մենք կարողանում ենք նյարդային 72000 եւ ավել վերջույթներ ակտիվացնել ոտնաթաթերի ներբանների շրջանում, ըստ որում 2000-ից ավել ծակոտիներով սկսում է իոնիզացված թթվածինը ակտիվ վիճակում թափանցել արյան մեջ, ըստ որում ամեն ինչ չի, որ կարող է թափանցել մարդու օրգանիզմ արտաքինից, ինչպես գիտեք, արյան մեջ ներարկումների ընդհանրապես շնորհիվ կարելի է մուտք գործել այս կամ այն ինգրեդիենտը, իսկ մենք փորձում ենք թթվածին մատակարարել, բացի մեր շնչառական համակարգը, որը գիտեք հիմքն է, ճիշտ շնչել, թթվածին, վարժություններ, մկանային աշխատանք, դա լիմֆոդրենաժի հիմքն է։ Իսկ ահա երբ զուգակցում ես այսպիսի հզոր ապարատային մեթոդ, ինչպիսին է իոն դետոքս սպան, որը եւ ռելաքսացիոն, եւ նյարդային համակարգը հանգստացնող, եւ սպազմերը հանող, հիպերտոնիայի դեպքում ճնշումը կարգավորող, շաքարային դիաբետի, հոդացավերի, քրոնիկ գլխացավերի ժամանակ հատկապես ստրեսային վիճակներում կամ
անմիջապես հիվանդություններից հետո, երբ շատ դեղորայք եք օգտագործել, անգամ շատ ուժեղ ճաշկերույթներից հետո համարվում է ինտոքսիկացիան բարձր ճարպոտ սնունդ ներողություն ընդհատելու համար Արմինե, բայց նաև կան տեսակետներ, որ պարբերաբար եւ մեծ քանակությամբ մաքուր ջուր օգտագործելը նույնպես նպաստում է մեր ավշային համակարգի մաքրմանը։ Որքանով են սրանք հավասարազոր իրենց արդյունքով։ Ընդհանրապես ասեմ ձեզ, լիմֆայի կամ ավշի մեջ տոքսինների մեծ կուտակումը, երբ լիմֆոյի կանոթների կանգ է առաջանում, լիմֆոստազ դա արդեն բարդ վիճակներն են, առաջին աստիճանում դեռ նոր սկսվող այտուցներ են առաջանում, երկրորդ, երրորդ աստիճանը բավականին արդեն կանգային, վերքային վիճակների կարող է վերածվել, բնականաբար շատ հեղուկ օգտագործել այս դեպքերում վտանգավոր է, որովհետև ձեր սեփական անոթները միկրոցիրկուլյացիան լիարժեք չեն կարողանում կատարել։ Այստեղ մի քիչ բարդ խնդիրներ են։ Անհրաժեշտ է կարգավորել եւ մկանային պատերի տոնուսը, որովհետև մենք միշտ գիտենք, որ ավշին, ավշային անոթներով մղումը տալիս է, ապահովում է հենց մկանը զուգահեռ անցնող եւ միշտ ֆիզիկական ակտիվությունը նպաստել է լիմֆոդրենաժին, բայց պարզվում է, որ միայն մկանային աշխատանքով չէ դա որոշված։ Վերջերս ֆիզիոլոգները Իտալիայում կատարել են շատ հետաքրքիր փորձ եւ տեսել են, որ սպորտսմենին տրված տարբեր շարժումներից ոչ բոլորի դեպքում է, որ սկսում է այդ տրված ցուցիչները աշխատել, այսինքն լիմֆան չի հոսում։ Երբ սպորտսմենը հոգնած սկսում է կատարել խորը շնչառություններ, սկսում է ավշային հոսք։ Եվ պարզում է, որ դա ստոցանիական ճիշտ շնչառության հաշվին է։ Երբ կատարում եք ճիշտ արտաշունչեր, որովայնով, եւ ներշունչեր, դուք ապահովում եք եւ թթվածնի գերհոսք եւ ապահովում եք հենց անմիջապես ամենախոշոր աղեստամոքսային տրակտում կուտակված, որովայնի պատին կուտակված ավշային հանգույցներից, տոքսինների, արգասիքների դուրս նետում։ Սա իհարկե մեր օրգանիզմի բնական մեխանիզմ է։ Նաև ինքնամերսման մասին է շատ տարածված, որ խոզանակով ինքնամերսումը ոտքից դեպի վեր կամ հակառակ ուղղությամբ նույնպես նպաստում է մեր ավշային համակարգի ակտիվանալուն, մաքրվելուն, այո, եւ արյունը ճիշտ մղելուն։ Այս մեթոդները կամ թարմ կանաչ բանջարեղեն պարբերաբար օգտագործելը, որը պարունակում է մեծ քանակությամբ քլորոֆիլ եւ նույնպես նպաստում է ավշի ու արյան մաքրմանը։ Արդյոք սրանք կարող են փոխարինել պարբերաբար իհարկե իրականացնելու դեպքում դետոքս մեթոդին։ Չէ, բնականաբար դետոքսը բավականին արագ ազդող մեթոդ է, երբ դուք անմիջապես տեսնում եք այդ 30-40 րոպեների ընթացքում, որքան տոքսիկ մնացորդներ կարող են մաքրվել, այրվել բիոքիմիական շատ լուրջ պրոցեսների ընթացքում եւ անմիջապես դուրս նետվել օրգանիզմից։ Եվ գույնի երանգավորումից, փաթիլավորումից դուք տեսնում եք, թե որ օրգանի տոքսիկացիան է ավելի շատ։ Սև երանգը դա սպազմերն են, հատկապես նևրոզների, թույլ նյարդային համակարգի դեպքում, ուժեղ ճնշման տատանումների ժամանակ, երբ լյարդի խնդիրներ են լինում կամ սուր դեղորայքային ջոսներ եք օգտագործել, վքնածություն, գազեր եւ այլը, դուք տեսնում եք լրիվ ջրի փրփուր, ավելի կանաչավուն, լեղու երանգավորում, անգամ գույնը ցույց է տալիս, որ խնդիրն է ձեզ մոտ ավելի սուր այդ պահին։ Ես խնդրում եմ մատնանշեք գունային այդ երանգավորումը, քանի որ բաց դեղինից մինչև համարյա սև, այո, այսպես գունային երանգավորում ունի, որը ինչ է նշանակում, քանի որ բոլոր այն մարդիկ, ովքեր ձեզ մոտ պարբերաբար օգտվում են, նրանք գիտեն, բայց ովքեր ոչ, այդ ջրի գույներից չգիտեն ինչ կարելի է հասկանալ։ Գիտեք, քանի որ մեր օրգանիզմում մեկ խնդիր չէ, այլ սովորաբար դրանք զուգակցված են լինում, ջրի երանգավորումը բավականին հետաքրքիր է, փոփոխական եւ կախված նրանից, թե ինչ բուժման ընթացք է ստացել։ Մենք ունենում ենք տարբեր օրերի անգամ սեանսների, քանի որ պրոցեդուրաները մինչև 50 տարեկան թույլատրվում է շաբաթական 3 անգամ, 50 տարեկանից բարձր շաբաթական 2 անգամ։ Կան շատ չնչին հակացուցումներ, եթե կարդիոստիմուլյատոր է դրված կամ որևէ էլեմենտով, աշխատող սարք, միայն այդ դեպքերում հղիության ժամանակ եւ մինչև 8 տարեկան երեխաներին չի թույլատրվում ծրագիրը։ Մնացած բոլոր դեպքերում թույլատրվում է միայն մարդիկ, ովքեր ունեն հիպոտոնիկ ֆոն, այսինքն ճնշման անկման խնդիր, նրանք պետք է պարտադիր հաց կերած լինեն եւ սոված ընդհանրապես մենք չենք թույլատրում ոչ մեկին նստելու, որովհետեւ տոքսինների քաշելուն զուգահեռ ուժեղ բիոքիմիական ռեակցիաների ընթացքում օրգանիզմը էներգիա է կորցնում եւ հնարավոր է գլխապտույտ ինչ որ երևույթներ։ Պարտադիր մենք նշանակում ենք բնական հյութերի, միներալների օգտագործում հենց այդ պահին անգամ ավելի հանգիստ տանելու process-ը։ Արմինե, իսկ դետոքս մեթոդը բացի այն, որ դիմում են ձեզ եւ դուք նշանակում եք քանի անգամ պետք է հաճախել, արդյոք կարելի է ըստ ցանկության պարզապես այցելել, պարզապես մարդը իրեն հետևելու համար ցանկություն ունենա եւ Սա պրոֆիլակտիկ հիգիենայի միջոց է կարելի ասել, օրգանիզմի ներքին միջավայրերը մաքրելու, արդեն 10 տարուց ավելի ողջ աշխարհում լայն թափով զարգացում են ստացել այս իոն դետոքս սպա մեթոդները,
նույնիսկ տնային պայմաններում է թույլատրվում։ Իհարկե ես մի քիչ կողմնակից չեմ դրան, որովհետև շատ դեպքերում, եթե դուք չունեք նորմալ արյան շրջանառություն, հատկապես երակների լայնացման խնդիր է սուր կամ սուր ալերգիկ վիճակ է, սուր սրտի անբավարարություն է, ոչ միշտ է, որ միայն դետոքսը թույլատրվում է, բայց ելի եմ նշում, սուր հակացություններ չկա։ Ամեն դեպքում, երբ այցելում են կենտրոն, մինչև մեր բժիշկները հսկողությունը չի ապահովում, նրանք առաջին երկու պրոցեդուրան թեկուզ ինքնուրույն չեն անցնում։ Հետո ինքնազգացողության փոփոխությունից իրենք են նշում, անմիջապես թեթև են զգում, եթե ճնշումը բարձր է կարող է իջնել, եթե թուլության զգացողություն կա կամ սպազմերի անմիջապես թեթևանում է այդ լարվածության ֆոնը, կամ ալերգիկ ռեակցիաներն են զգալի ճնշվում։ Խնդրում եմ նշեք այն հիմնական կարևոր դեպքերը, որոնց ժամանակ անհրաժեշտ է կիրառել դետոքս մաքրում։ Դարպես օրգանիզմի մաքրում անհրաժեշտ է ցանկացած հիվանդության բուժման ժամանակ։ Իսկ առողջ մարդկանց դեպքում Առողջ մարդիկ նույնպես ունենք հատուկ դետոքսի ծրագրի առողջ մարդկանց ռեժիմ, հա, որը նախատեսված է, երրորդ ռեժիմը հանդիսանում է եւ ախտորոշիչ եւ հանդիսանում է հենց առողջ մարդկանց համար, որովհետեւ ավելի ակտիվ հանում է այն օրգաններից, այն բջիջներից, որտեղ ակտիվ նյութափոխանակություն է ընթացել։ Եվ բոլորիս անհրաժեշտ է գոնե տարվա մեջ 2-3 անգամ կուրսային ծրագրերով 7-ից 14 անգամյա փուլերով անցնել օրգանիզմի մաքրում։ Իսկ հետագայում պահպանելու համար կարելի է ուղղակի, օրինակ, եթե մի օր առաջ լավ ճաշկերույթի եք եղել, խմել եք, ծանր սնունդ եք օգտագործել, հատկապես հաջորդ օրը դետոքսի երանգավորումը կտրուկ փոփոխվում է։ Մարդիկ իրենք են իրենց վրա զգացել։ Ասենք անցել էին փուլեր, բավականին մաքրված էին, եւ մի երկու ամիս անց լավ խմել են, կերել են, եկել են եւ անմիջապես իրենք էլ թունավորման նշաններ են ունեցել, աղիները վկնացություն, ինչ որ լուծի զգացողություններ, հաջորդ օրը անմիջապես երանգավորումը այլ է։ Այո, բնականաբար տոքսինները կուտակելուն զուգահեռ ջրի գույնը մկանում է։ Ցույց է տալիս, թե որքան արագ է մարդու օրգանիզմում փոփոխվում քանակը։ Ցանկացած ծանր հիվանդությունից հետո, երբ դուք երկարատև հատկապես վիրուսներից հետո օգտագործել եք հակաբիոտիկներ, օգտագործել եք սուր անտիդեպրեսանտներ, նևրոզների եւ այլ ընթացքում, այսինքն դեղորայքային մնացորդները եւս այս ճանապարհով դուրս են գալիս։ Օգտակար մասը սկսում է ներծծվել, ազդել օրգանիզմի վրա, իսկ վտանգավոր մասը դեղորայքի անմիջապես մաքրվում է եւ բավականին հեշտացնում է բուժման ընթացքը։ Ես առաջարկում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն այդ անհրաժեշտությունը օրգանիզմում, այսինքն բոլորս ունեն, գրեթե այո, իհարկե, ովքեր մտահոգված են իրենց առողջությամբ, դիմեն ձեր կենտրոնը, ըստ այդմ դուք կարող եք հաշվի առնելով հիվանդության պատկերը կամ օրգանիզմի առողջական վիճակը նշանակել, թե քանի օրը մեկ եւ ինչ հաճախականությամբ։ Այո, բացի այդ, գիտեք, որ մենք ինքներս հենց ստուգում ենք տոքսիկացիայի մակարդակը մեր սարքով, իրիդոսկրին ծրագրով, եւ պարզ երևում է, որ օրգան համակարգն է ավելի թույլ կամ ավելի աղտոտված, այդ դեպքում զուգահեռ նաեւ եթե կան մակաբույծների ակտիվ տեսակներ, նշանակվում է նրանց վերացման ծրագրեր, եթե կան թույլ մկանային տոնուս ունեցող հատվածներ, ոտքերը, ձեռքերը, այդ դեպքում անհրաժեշտ է նաև մկանները կարգավորող ներսից շնչառական վարժություններով, կինեզիոթերապիայով, ասենք հոդային, ողնաշարային խնդիրների վերականգնման ծրագրեր, համալիր մոտեցում առողջական խնդիրների լուծմանը։ Եվ եւս մեկ սարք, որ ձեզ մոտ շատ հետաքրքրություն է իրենից ներկայացնում, լազերային, այո, սարքը։ Խնդրում մի փոքր նաև ներկայացրեք այդ սարքը։ Այս սարքը ընդհանրապես մոտ 31 պատենտների եւ տարբեր ցուցահանդեսների հաղթող է հանդիսանում։ Էլի վերջին տարիների առողջապահական ցուցահանդեսներին մենք շատ ենք հանդիպում լազերի կիրառումը բժշկության մեջ, մենք գիտենք վիրահատություններում եւ այլն։ Բայց ոչ վտանգավոր դոզաներով, այսինքն այնպիսի հաճախականության դիապազոնում, որը կարելի է արտա երակային իրականացնել, դա բավականին դժվար է գտնել այդպիսի մեթոդ։ Լազերային սարքը նախատեսված է արյան միջավայրը մաքրելու եւ ավելի քան 130 հիվանդությունների եւ ախտանիշերի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել։ Թույլ մարդկանց, հատկապես սիրտ-անոթային խնդիրների, ինֆարկտների, ինսուլտների, կանխարգելման համար, եթե եղել է եւ անցել է թթվածնային քաղցը վերականգնելու նպատակով։ Դա կարելի է ասել ջրիկացնում է արյունը, փոխարինում է բավականին մեծ քանակով դեղահաբերի, արագ տալիս է տոնուս, սնուցում ծայրամասային շրջանառության, գլխուղեղի շրջանառության առումով եւ դա բավական է արդեն թե ներքին օրգանների լուրջ խնդիրներ եւ թե արտաքին ալերգիկ, հոդային երևույթներ վերականգնելու համար։ Շնորհակալություն Արմինե, մեր հեռուստադիտողներին էլ մեկ անգամ եւս հիշեցնեմ, ովքեր ունեն արյան խտության հետ կապված խնդիր, իսկապես դա բավականին լուրջ խնդիր է, իր հետևից բերելով բազմաթիվ այլ խնդիրներ, պետք չէ կարճել դեղորայքներից, կարող եք պարզապես այցելել Aeroflex վերականգնողական կենտրոն եւ համապատասխան սարքի օգնությամբ հաշված օրերի ընթացքում նաեւ կազատվեք այս խնդրից։ Դետոքս մեթոդը այլևս ներկայացնելու կարիք չկա, քանի որ այն
այն օգնության է գալիս մեզանից յուրաքանչյուրին, յուրաքանչյուրս պետք է զբաղվենք մեր ավշային համակարգը մաքրելով պարբերաբար, եթե նույնիսկ չունենք խնդիրներ, ես նույնպես դրա շատ ակտիվ հետևորդներից եմ։ Իսկ տան պայմաններում սառը կոնտրաստային ցնցուղը օգտակար է ոչ միայն ավշային համակարգը մաքրելուն, այլև բոլոր մեր օրգան համակարգերը։ Այնպես որ ստեղծեք ձեր օրգանիզմի համար էներգետիկ համապատասխան միջավայր, զբաղվեք ձեր առողջությամբ հենց այսօր։ Մենք կհանդիպենք վաղ, առողջ եղեք։ Հաղորդման հովանավորն է Aeroflex վերականգնողական կենտրոնը։ Հաղորդման հովանավորն է Escofarm ընկերությունը։ Հաղորդման հովանավորն է Մալետի բժշկական կենտրոնը։ Escofarm մեր որակյալ խնամքի միջոցները թույլ կտան պահպանել ձեր մաշկի թարմությունն ու երիտասարդությունը։ Escofarm յուրահատուկ բաղադրությամբ դեմքի, ձեռքերի, ոտքերի, այրվածքների համար նախատեսված նրբակսուկներ։ Ցանկանում եք ընդգծել ձեր գեղեցկությունը, Մալետի բժշկական կենտրոնն առաջարկում է դեմքի եւ մարմնի ուրվագծային պլաստիկա, շուրթերի ծավալի մեծացում եւ 3D մեզոթելերով լիֆթինգ։ Արդյունքը երևում է անմիջապես։ Եղեք գեղեցիկ եւ երիտասարդ ցանկացած տարիքում։ Մալետի, առողջության ձեր բանաձևը։